Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կրեմլի հաղորդմամբ երկու առաջնորդները քննարկել են առևտրատնտեսական կապերը խորացնելու հնարավորությունները։ Պաշտոնական Մոսկվան նշում է, որ երկու երկրների ղեկավարների զրույցը հոկտեմբերի 9-ին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովում տեղի ունեցած քննարկման շարունակությունն է։ Հենց Դուշանբեում Պուտինն առաջին անգամ ընդունեց, որ անցած տարի դեկտեմբերին ադրբեջանական օդանավը կործանվել է ռուսների մեղքով։ Խոստացավ պատժել մեղավորներին, տուժողներին էլ փոխհատուցում տրամադրել։ Նախագահ Ալիևի գրասենյակից հաղորդում են, որ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային համագործակցության եւ միջազգային իրավիճակի որոշ հարցերի։ Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը շաբաթ օրը Միացյալ Նահանգներում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ։ X-ում լուրը հաղորդում է Axios-ի լրագրողը։ Հղում անելով անանուն աղբյուրի գրում է, որ Դմիտրիևը ժամանել է Միացյալ Նահանգներ։ Երկու բանագնացների հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի նավթային երկու խոշորագույն ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու Սպիտակ տան որոշումից հետո։ Ուկրաինայի հյուսիսում երկաթուղային կայարանում 4 մարդ է զոհվել, 12-ը վիրավորվել, երբ 23-ամյա տղամարդը փաստաթղթերի ստուգման ժամանակ պայթուցիկ սարք է գործի դրել։ Ազգային ոստիկանությունը հաղորդում է, որ հանցագործը սպանվածների թվում է։ Հրադադարի համաձայնագրի շրջանակներում Գազայում տեղակայվելիք միջազգային անվտանգության ուժերը պետք է կազմված լինեն այն երկրներից, որոնց հետ Իսրայելը հարմարավետ իրեն կզգա։ Իսրայել կատարած այցի ժամանակ այսօր ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոն։ Այն բանից հետո, երբ վարչապետ Բենյամին Նեթանյահուն դեմ արտահայտվեց Թուրքիայի միջամտությանը։ Մենք դեռ չենք ձևավորել այդ ուժը, ուստի դեռ աշխատանքներ են տարվում։ Շատ երկրներ առաջարկներ են արել։ Մարկո Ռուբիոն այսօր եւս մեկ անգամ հայտարարել է, որ չի հավատում, թե Իսրայելը կբռնակցի արևմտյան ափը, չնայած այս շաբաթ Քնեսետում առաջին ընթերցմամբ նման օրինագիծ է ընդունվել։ ՄԱԿ-ի առողջապահական գործակալությունը կոչ է արել թույլ տալ բժշկական օգնության կարիք ունեցող հազարավոր մարդկանց լքել Գազան։ Իսրայելի հետ պատերազմ սկսվելուց ի վեր առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աջակցել է Գազայի հատվածից մոտ 7800 հիվանդների տարհանմանը։ Ներկայիս գնահատականներով Պաղեստինի տարածքից դուրս բուժման կարիք ունի եւս 15000 մարդ։ Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված եւ հոկտեմբերի 10-ին ուժի մեջ մտած հրադադարը չի նպաստել գործընթացի արագացմանը։ Կազմակերպությունը այդ ժամանակից ի վեր կարողացել է տարհանել միայն 41 ծանր հիվանդի։ Պաշտոնական թվերի համաձայն ավելի քան 700 մարդ արդեն մահացել է սպասելով բժշկական տարհանմանը։ Քիմ Քարդաշյանի մոտ ուղեղի անևրիզմա է ախտորոշվել։ Ամերիկացի ռեալիթի շոուի աստղին այս լուրը հայտնել են Քարդաշյանները սերիալի 7-րդ եթերաշրջանի պրեմիերայի ժամանակ։ Քարդաշյանի ներկայիս վիճակի մասին այլ մանրամասներ հայտնի չեն։